Բարելույս բարեկամներ, շարունակում ենք ավանդական տեսանյութերը Երևանյան խցանումներից։ Երեք մի բան նկատեցի, որը կարծես թե օրինաչափություն է դարձել, երբ ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից օրենքներ խախտելու արձանագրումներ են լինում, իսկ կոնկրետ մի քանի օր առաջ, 2 օր առաջ գիտեք, որ ընտրական հանցագործությունների մասին հաղորդումներ եղան, ձայների առքուվաճառքի, ընտրակաշառքի, բարեգործության արգելքի խախտման, այդ նիմությունը կամ այդ բռնված ուժը, որ գողը առաջինն է գողում գողացան, սկսում է ուրիշ բաների մասին խոսալ, միանգամից էլ թուրք դավաճաններ, էլ չգիտեմ ինչ, էլ հող ծախողներ, այն դեպքում, երբ որ չի արձագանքում հենց կոնկրետ փաստական հանգամանքներին եւ մեղադրանքներին, ոնց է օրինակ այդ այսպես կոչված ուժեղ Հայաստանը կամ մեր ձևովը ընտրությունների նախաշեմին մարդկանցից ձայն գնում տարբեր ձևերով եւ կանխիկ գումարով եւ ինչ որ բժշկական ծառայությունների դիմաց վճարումներ անելով եւ գրանցելով որպես վճարովի աշխատանք կատարողներ ֆիկտիվ ըստեյության, ինչը բոլորը կասեցվելու են ակնհայտորեն եւ լավ կլինի մեր քաղաքացիները շատ աչալուրջ լինեն այս ամեն ինչին, ու ասում է թուրք դավաճան, այսինքն երբ որ ասում ես եղբայր ինչի ես օրենքը խախտում, դրա համար պատժվելու ես, չնայած եղբայրը ասածը մի քիչ շատ ճոխ կլինի, բայց ասում են իսկ դուք թուրք դավաճան եք, այսինքն ասում են օքեյ մենք կարանք ձայն առնենք, բայց դուք թուրք դավաճան եք, իսկ իրականում իրական դավաճանները իրանք են, որ դավաճանում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը եւ միշտ են այդպես արել 90-ականներից մինչեւ օրերս, լինելով թե իշխանության մեջ, թե ընդդիմության մեջ, ըստ էության զոհասեղանի տակ դնելով մեր ապագան, մեր երեխաների ապագան։ Երբ որ ընտրակեղծարարությունը դարձնում են նորմ եւ միշտ են այդպես դարձրել, մարդկանց աղքատության մեջ պահելով, կեղեքելով, ընտրությունների նախաշեմին 5, 10, 20 հազար դրամ տալով կամ յուղ, ձետ, բրինձ, չգիտեմ, գիտեք այդ ամեն ինչը։ Հիմա էլ նույնն են ուզում անեն ու չեն հասկանում, որ կա պետություն, ու պետությունը շատ լավ բան է, բայց միևնույն ժամանակ շատ դաժան բան է, երբ որ օրենքներն աշխատում են, եւ հետեւաբար հարգելի բարեկամներ, իրական դավաճանները այդ պետության դեմ պետական ինստիտուտների, պետության օրենքների դեմ աշխատողներն են։ Ճանաչեք իրական դավաճաններին։